Ֆրանսիայի աշխատավորները երկուշաբթի օրը հավաքվելով Փարիզի մոտակայքում գտնվող նավթամշակման մի գործարանում ընդունեցին մի հայտարարություն, որով խոստանում են շարունակել գործադուլները ի բողոք կենսաթոշակի անցնելու տարիքը 60-ից 62-ի հասցնելու երկրի կառավարության ծրագրի։ Երկրի խորհրդարանի ստորին պալատում հաստատվելուց հետո ձայների 177-ը 153-ի հարաբերությամբ օրինագծին ուրբաթ օրը հավանություններ տվել նաև վերին պալատը, սենատը։ Երկրի արհեստակցական միությունների ղեկավարներն ասում են, թե իրենք դեռևս սպասում են պետական ատյաններից որևէ նոր պատասխանի կամ հրամանագրի։ Նրանց խոսքերով գործադուլի մասնակիցները պատրաստ են շարունակել գործադուլները։ Հոկտեմբերի 12-ից ի վեր արգելափակման մեջ է Ֆրանսիայի նավթամշակման 12 գործարան, իսկ երկուշաբթի օրը անցկացվող բողոքի ցույցին մասնակցում էր Փարիզի եւ շրջանային խորհուրդների ցախակողմյան մի քանի անդամ։ Նրանց աջակցությամբ կենտրոնական Փարիզում մեծ գումարներ են հանգանակվել գործադուլի ելած աշխատավորներին օժանդակելու համար։ Ինչպես ընտրված պաշտոնյաներից մեկն է ասում, այս հանգանակությունը ապացուցում է, թե որքան մեծ է գործադուլավորների նկատմամբ բնակչության աջակցությունը։ 60 տարեկանից թոշակի անցնելու մասին օրենքը արհմիությունները համարում են ժամանակին իրենց հաղթանակի արդյունք եւ չեն ուզում հրաժարվել դրանից։ Խորհրդարանի կողմից այն 62-ի հասցնելու մասին որոշումը ամենևին էլ չի թույլատրել նրանց դիրքերը, ովքեր սպառնում են նոր գործադուլներով եկող 5 օրը եւ նոյեմբերի 6-ին։ Մինչ այդ խորհրդարանի երկու պալատներից ընտրված մի քանի պատգամավոր փորձում են կազմել օրենքի բանաձևի որոշակի մի տարբերակ այս շաբաթվա վերջին երկու պալատների համատեղ քվեարկության դրվելու համար։ Իդեպ գործադուլների պատճառով դրամական շուկաներում կտրուկ անկում են ապրել նավթարդյունաբերության բնագավառում ներդրված արժեթղթերի գները։ Գործադուլի ամեն օրը երկրին հասցնում է 400 միլիոն եվրոյի վնաս, իսկ փողոցներում միլիոնավոր ցուցարարների ներկայությունը վկայում երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի վարկանիշի կտրուկ անկում։ Այսօր նրա վարած քաղաքականությունը արժանանում է բնակչության միայն 29%-ի հավանությունը։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։